Շատ կարևոր փուլ էր նաև նորարարությունը օրինակ ընտրությունների լուսաբանման հարցում։ Մինչ այժմ թե Գյումրիում, թե այստեղ խոսում են այն մասին, ինչպես է լուսաբանում ընտրությունները Շանթը, ինչպես է կարողանում այդ տեղեկատվական շտեմարանները բերել եթեր։ Այն նորարարության տեսանկյունից, երբ դուք նայում եք, ինչպես է առանձնահատկությունը գնահատում։ Դե ընտրություններին բնականաբար բազմիցս մասնակցել եմ եւ ՀՄԷԿ-ից, եւ տարբեր հեռուստաընկերություններից նաեւ։ Գիտեք ոնց, ամեն ինչ չէր, որ կարելի էր եթերում ասել, բնական է, ամեն ինչ չէր, որ ուղիները հարթ էին, զարտուղի ճանապարհներով շատ բաներ կատարվում ընտրությունների ժամանակ։ Ես կտարբերեմ նաև Շանթի եթերը ընտրությունների ժամանակ մնացածներից, որովհետև Շանթը դրա համար շատ է տուժել, շատ են թակել դռները իրեն եւ շատ հարցերով անգամ խանգարել են եւ մի խոսքով դե պարզ է որ ընտրությունների ժամանակ են այն ժամանակ ընտրությունը հանկարծ որևէ բան եթերում այն չգնար ինչ որ անում էր ընտրողը բան բնական է որ ամեն ինչ էլ կպատահեր եւ ծեծուճատ եւ հերոստախցիկների ասենք ջարդոտ կոտրել եւ այլն ամեն ինչ էլ լինում էր ընտրությունների ժամանակ ինչ կարող է չլինել եթե ընտրությունները իրենց ծրտով չի գնում մանավանդ եթերում Հիմա նայեք եթերը, Շանթի եթերը եւ ՀՄԷԿ-ի եթերը այն ժամանակ եւ տարբերություն տեսեք։ Բնական է այն ժամանակ ես Շանթում բան ՀՄԷԿ-ում որ աշխատում էի, ամեն ինչը որ ես կարդում էի, ես հիշում եմ Այդա Ներսիսյանի հետ էինք կարդում, վարում էինք այդ ընտրությունների հետ կապված եթերը, Այդա Ներսիսյանին տալիս էին տեքստը, որ կարդար։ Այդա Ներսիսյանը կարդում էր տեքստը, եթե իր սրտով չէր, ինքը իր վերաբերմունքով էր ցույց տալի, որ դա սուտ է։ Բնականաբար այս թերթը կարդալուց հետո շպրտում էր կամ չգիտեմ ինչ որ այդան անում էր այդ բանը բնական է որ ՀՄԷԿ-ով ամեն ինչ չէր որ ասվում էր Շանթը փոքր ինչ դրանից վերև էր կանգնել էր վերև չէր վախենում թե ինչի